Մեկն ասում է Ռուսաստանը եւ ԵԱՏՄ-ն մեր կարիք ավելի շատ ունեն, քան մենք իրենցը։ Ու այդ ասողը թվերին չտիրապետող, իր ոլորտից չհասկացող մեկն է, մի պոպուլիստ, որը քաջ Նազարի բախտով նախարար է։ Վերջին ոդքասթում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը թվեր է բերում, որ Հայաստանի առևտրի 35%-ը Ռուսաստանի Դաշնության հետ է, իսկ ուկրաինական պատերազմով պայմանավորված գումարած վերարտահանումները շուրջ 60%։ Իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալի մեջ Հայաստանը կազմում է ընդամենը կես տոկոս։ Այն որ ասում են Ռուսաստանի Դաշնության համար մենք ավելի կարևոր ենք, քան իրենք մեզ համար, այս թվերից գաղափար ունեն դրանք։ Դու զրկվելու ես 60%-ից, իրենք զրկվելու են կես տոկոսից։ Այդ կես տոկոսի կորուստը հաստատապես չեն էլ զգա։ Հայաստանի գյուղարտադրանքը համարյա ամբողջությամբ արտահանվում է մեկ ուղղությամբ՝ Ռուսաստանի Դաշնություն, Եվրամիություն 0% է, կոնյակը նույնպես, ինչ ենք անելու։ Փաշինյանը Ռուսաստանից տնտեսական կախվածությունը 8 տարում հասցրել է պատմական ռեկորդի ու այն պահին, երբ կախվածությունը բարձրակետում է գտնվում, փչացնում է հարաբերությունները։ Դա նշանակում է տնտեսության փլուզում։ Գուցե մտածեք, այսպես է անում, որ վերջին հույսը մնան Թուրքիան ու Ադրբեջանը, բայց ժողովուրդ ջան, գյուղմթերքի արտահանում չես կարող անել այդ երկրներ։ Նույն բանը նաև իրենք են արտադրում։ Մեզնից շատ ու մեզնից էժան։ Նրանց հետ սահմանի բացումը սրանց օրոք ընդհակառակը մեզ մեկ այլ տնտեսական քաոսի ու կախվածության մեջ է գցելու։